Հանցանքի հետքով հաղորդաշարի ընթացքում ձեր իրավունքների ոտնահարման թեման բարձրաձայնելու համար կարող եք զանգ տալ նշված հեռախոսահամարներին կամ գրել մեր Facebook-յան էջին, հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։ Իսկ այս պահին կարևոր է իմանալ էջն է, որի ընթացքում մենք հյուրընկալում ենք նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց եւ փորձում ձեր կողմից բարձրաձայնված խնդրին լուծում տալ։ Եվ հենց այդ նպատակով այսօրվա իմ հյուրն է իմ գործընկեր փաստաբան Արման Արզումանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերելու համար։ Շատ լավ, թե ինչ թեմայի մասին ենք խոսելու, հրամայականը պետք է հնչի մեր հեռուստադիտողի կողմից, որովհետև մեզ պարբերաբար զանգահարում են, ներկայացնում որոշակի խնդիրներ կամ նամակի միջոցով օրինակ խնդրում անդրադառնալ որոշ թեմաների։ Այս պահին լսենք քաղաքացու բարձրաձայնած խնդիրը եւ այդ խնդրի վերաբերյալ ունենանք քննարկում այստեղ տաղավարում։ Խնդրեմ։ Դեպք էր եղել Բաքվում, հարևանից հետ վիճել եմ, վեճի ընթացքում վատ բառը չեմ ասել, բայց հարվածել եմ իրան։ Հետագայում երբ տեսանյութը նայել եմ, տեսել եմ, որ այնտեղ երեխա է եղել, մեծ հասակներ են եղել։ Բարկության պայն ես չեմ նկատել այդ ամեն ինչը։ Հիմա հարևանս ինձ շանտաժ է ենթարկում ու ասում է, որ այդ տեսանյութով կդիմի համապատասխան անձանց ու գործը կհաղորդի, որտեղ ես իրանց ներկայությամբ իրան հարվածել եմ։ Ու ուզում եմ իմանամ արդյոք իմ գործողություններում կա խուլիգանություն։ Ինչ կարող եմ այս դեպքում անել պատասխանատվությունից խուսափելու համար։ Հետաքրքրում է այդ ամեն ինչը։ Բարկացած եմ եղել, ու այդ բան չեմ կարողացել ինձ զսպել, քանի որ վիրավորանքային չէր ընտանիքիս անդամների վերաբերյալ։ Շատ լավ։ Քաղաքացին հարց է բարձրաձայնում, թերևս իրավական շեշտադրմամբ, թե որն է խուլիգանության հանցակազմը, արդյոք իր գործողություններում առկա է խուլիգանություն եւ ինչ կարող է այս պահին ինքն իրականացնել կամ ինչ քայլերի պետք է դիմի։ Ես սես կմեկնաբանեմ, որպեսզի հասկանանք առարքը խուլիգանությունն է, թե ոչ պետք է հասկանանք, թե հասարակական որ հարաբերություն է նա ոտնձգում առարքը։ Տեսեք, որպեսզի առարքը որակվի խուլիգանություն, այդ գործողությունը պետք է ուղղված լինեն հասարակական անվտանգության, հասարակական կարգի դեմ։ Մինչդեռ մենք այստեղ գործ ունենք կենցաղային բնույթի վիճաբանության մասին, որը ուղղված չէ հասարակությանը։ Մեր դիմողը, տեսեք, նշում է, ասում է, ես հարևանիս հետ վիճել եմ, հարվածել եմ, հայհոյանքներ չեմ հնչեցրել, որևէ այլ անպարկեշտ արտահայտություն չեմ հնչեցրել, բայց հարվածել եմ, որովհետև ինքը ընտանիքիս անդամներին վիրավորել է։ Այսինքն ակնհայտ է, որ դա փոխադարձ անբարոյական վերաբերմունքի դրսևորում է եւ կրում է կենցաղային բնույթ եւ ուղղված չի հասարակական կարգին։ Հետևաբար նման պայմաններում առարքը որակել խուլիգանություն կարծում եմ տեղին չի։ Տեղին չի, որովհետև ոտնձգում է մեկ այլ հասարակական հարաբերությունների, որը կապված չէ խուլիգանության հետ։ Դա կարող է լինել եւ հոգեբանական ճնշումը եւ ֆիզիկական բռնությունը եւ այլը, բայց ոչ հասարակական կարգի դեմ։ Հետո մի շատ կարեւոր բան կա խուլիգանության դրսևորման մեջ, տեսության մեջ եւ պրակտիկայում խուլիգանությունը դա անշարժառիթ հանցագործություն է կամ շարժառիթը այնքան նվազ է, որ էական չի։ Այստեղ կարևորը հանցավորի ես ընդգծելու, հասարակության նկատմամբ անհարգալից ունենալու թերևս չէ։ Հա, իր ես ընդգծելու իրան հասարակությունից վերդասելու, որևէ ձև սենց իրեն ցուցադրելու, ինքնահաստատվելու, ցանկացած նման դրսևոր, որը չունի շարժառիթ։ Այսինքն արտաքին շարժառիթ չունի առնվազն։ Իսկ ներկայացնել, որ անձը ունեցել է դիտավորություն իր եսն ընդգծելու կամ դիտավորություն հենց հասարակական կարգը խախտելու, որովհետև դիտավորությունը այս պարագայում եւս կարևոր է, չէ՞։ Անձը արդյոք դիտավորություն ունեցել է հասարակական կարգը խախտելու։ Այ եթե մեղմ է իհարկե իրավիճակը ներկայացված, եթե ընդունենք այն հանգամանքը, օրինակ, որ այդ վեճի արդյունքում երեխա է վախեցել, բղավել կամ չգիտեմ, մարդիկ կուտակվել են, վախեցել ինչ որ իրավիճակներից, այդ հասարակական անհանգստությունը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի օրինակ վարույթն իրականացնող մարմինը գտնի, որ այնուամենայնիվ խուլիգանության առաջին մաս գոնե թե այս մասով առկա է։
խնդիրը հետևյալումն է, որպեսզի դա պարզ լինի, մենք պետք է հասկանանք առհասարակ ոտնձգությունը, որ հասարակական հարաբերությունների ուղղված եղել։ Օրինակ հնարավոր է կենցաղային բնույթի վիճաբանությունը նաև վերաճի խուլիգանության։ Ես կարող եմ նաև օրինակ բերել։ Օրինակի համար շենքի բակում վիճաբանում են եւ վիճաբանությունը կրում է կենցաղային բնույթ։ Թշնամական վերաբերմունք ունեն լիցուկ իրար նկատմամբ եւ վիճաբանում են, հայուհում են իրար, հարվածում են եւ այլն։ Օրինակ միջամտում է հարևաններից մեկը միջամտում ասում է՝ «Մի ձեզ կարգ իրավիճակ եւ այլն»։ Եթե դու արձագանքում ես իրան ներողություն խնդրելով կամ քեզ անհարմար զգալով, որ ձեզ նկատողություն են անում, այսինքն պահվածքից ելնելով, դա խուլիգանություն չի։ Իսկ օրինակ եթե այդ ոտնձգության հետ մեկտեղ դու նաև օրինակի համար վիրավորես այդ միջամտողին, ասես որ քո գործը չգնաց տեղից հələ, վիրավորես, գուցե հայուես, այդ դեպքում դա կվերաճի։ Այսինքն անորոշ շրջանակի անձանց է սկսում ուղղվել ոտնձգությունը։ Իսկ եթե դա միայն պարփակվում է այդ կենցաղային բնույթի վիճաբանության մեջ, դա խուլիգանություն չի։ Վճռաբեկ դատանել է, բազմիցս անդրադարձել է։ Ասում արարքը պետք է ուղղված լինի անորոշ շրջանակի հասարակությանը եւ հասարակական անդորը խաթարելուն։ Միայն բավարար չի կենցաղային բնույթը։ Այո, Վճռաբեկ դատանը նաև նշել է, թե հասարակական վայր կոչվածը ինչպիսի վայրեր կարող են լինել։ Մենք բոլորս հասկանում ենք, որ դրանք այն վայրերը պետք է լինեն, որտեղ հասարակություն պետք է լինի, այսինքն երրորդ անձիկ, ովքեր պետք է։ Բայց դա բավարար չի։ Բավարար չի, օրինակ դիցուկ մի օրինակ բերեմ։ Նախկինում ողերիմ թշնամիներ իրար հանդիպել են, հենց իրար տեսել են անմիջապես, հենց արունները գլխին էին ատվել եւ սկսել են իրար ծեծել եւ այլ վիճաբանել, իրար հարվածել, հայվել։ Հիմա դիցուկ եթե դա լինի օրինակի համար ոչ հասարակական վայրում, իրանք այդ վեճը լինի, դա իհարկե չի որակվի խուլիգանություն։ Բայց նույն բանը կարող է լինել նաեւ հասարակական վայրում։ Բայց որևէ ձևով հասարակությանը դա անհանգստություն պատճառած չլինի։ Չէ, միգուցե անհանգստություն պատճառել է, բայց անձի մեղքը չի դրսևորվել։ Այսինքն անձը դիտավորություն չունեց հասարակական կարգը խախտելու։ Այսինքն իր նպատակը դա չէ, իր նպատակը պարզապես իր թշնամուն օրինակի համար հարվածներ հասցնել կամ հայհոյանքներ տալ։ Շատ լավ։ Այսինքն ուղղված չի, այսինքն նույն դրսևորումը կարող է լինի ինչպես հասարակական վայրում, նույն ձևի կարող են այդ նախինում թշնամիները հանդիպել նաև հասարակական վայրում։ Եվ նույն վարքագիծը դրսևորել, որ պետք է պարզել արդյոք դիտավորություն ունեցել է ինքը, այո, հասարակական կարգ խախտելու։ Քանի որ մեզ զանգահարող քաղաքացին նշում է, որ հարևանը պատճառաբանում է, որ իր դիմումի հիման վրա կարող է վարույց սկսվել եւ խուլիգանության հատկանիշներով գործընթաց սկսել։ Այստեղ ուզում եմ կարևորել խուլիգանության առաջին մասի համար թերևս։ Պետք է բողոքի առկայություն, տեսանյութ, գործողություններ, որ պետք է իրականացվեն այդ անձի նկատմամբ։ Թե օրինակ, եթե օրերից մի օր այդ տեսանյութը հայտնվի վարույթն իրականացնող մարմնի մոտ, վարույթն իրականացնող մարմինը ինքնուրույն կարող է նախաձեռնել։ Դե վարույթ իրականացնող մարմինը ինքնուրույն է կարող է նախաձեռնել հիմքում դնելով, որ այդ հաղորդումը ստացվել է լրատվության բանից միջոցով, եւ վարույթ իրականացնողը կարող ինքնուրույն է վարույթ նախաձեռնել, անպայման չի, թե բողոքի առկայությունը, առասարակ ինքը առասարակ եթե մենք քննարկում ենք խուլիգանությունը, միշտ հիմքում դնում ենք, այսինքն առաջի մասի հատկանիշները պետք է պարտադիր դրսևորվեն։ Ինչ վերաբերում է մեզ զանգահարողի են բանը, թե ես ինչ գործողություններ անում եմ անելու, կարծում եմ ինքը որևէ գործողություն չունի անելու, ինքը պետք է սպասի, թե եթե վարույթ իրականացնող մարմինը որևէ գործողություն սկսի, ինքը դրան համապատասխան արձագանքի։ Կամ գուցե խորհուրդ տանք բարի դրացիական հարաբերություններ հաստատի այն անձի հետ վիճաբանել է։ Եթե զուտ հարարքը քննարկվի այդ տիրույթում, եթե իրար, այսինքն կենցաղային բնույթի վեճի տիրույթում, ապա իրանք զրկված չեն նաև հետագայում իրար հետ հաշտվելու հնարավորությունից, իսկ դիմողը նաև զրկված չի առհասարակ իր հայացողությամբ կարող է եւ չդիմել վարույթ իրականացնող մարմին եւ վարույթ առհասարակ չնախաձեռնվի, որովհետեւ նման դեպքերում դժողի բողոքի հիման վրա է վարույթը նախաձեռնվում։ Շատ լավ, եկեք մի փոքր խոսենք ավելի որակյալ հատկանիշներից եւ ծանրացնող դեպքերից։ Այստեղ մի քիչ փոփոխության է ընթարկվի առհասարակ հանցակազմը մի թեթև ձևափոխվել է համեմատած նախկինից,
նոր հատկանիշներ են ավելացել եւ այդ հատկանիշները նախկինում հաշվի առնվում էին, բայց նոր քրեական օրենսգրքով այդ հատկանիշները պարզապես ներառվել են հանցակազմի մեջ եւ որոշակի ընդգծումներով, որպեսզի պարզ լինի, որպեսզի շահարկումների հնարավորություն չտա։ Օրինակ տեսեք, նախկինում կար բարոյական նորմերի խախտման դեպքում խուլիգանության հատկանիշները վերհանելը, իսկ այս դեպքում նաև ներառվել է իրավական նորմերի խախտմամբ։ Օրինակի համար սա կարող է դրսևորվել օրինակ վարչական իրավախախտման տեսքով դրսևորվող արարքը, որը նաև իր մեջ խուլիգանություն է պարունակում։ Օրինակ բերեմ, օրինակ գիշերային ժամին ինչ որ մեկը որոշել է շենքի բակում հրավառություն կազմակերպել, բայց իր նպատակը ոչ թե հրավառության միջոցով անձանց իր նպատակը հրավառության միջոցով անձանց անհանգստություն պատճառելն է հասարակության։ Այսինքն դուրս է գալի, որ վարչական իրավախախտման միջոցով կկատարես նաև քրորեն հետապնդելի արարք։ Օրինակ այս հատկանիշն է ներառվել։ Օրինակ եթե հանցակազմը, նոր հանցակազմը, որ նայում ենք, անպայման պետք է լինի հայհոյանք, անկայուն պետք է անպարկեշտ արտահայտություններ։ Տեսեք, որտեղ մեր զանգահողը նման բաներից բացակայում են նման հատկանիշները, որը հանցակազմի պարտադիր հատկանիշ է։ Դա կարող է լինել հասարակական ինչ-որ միջոցառման կամ ինչ-որ արարողակարգային ինչ-որ միջոցառման խաթարում։ Օրինակ, երբ որ հանցավորը նպատակ ունի այդ միջոցառումը բնականon ընթացքը խաթարել, նպատակը դա է։ Այո։ Նույնպես իր ես ընդգծելով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսելով նման Օրինակ, եթե արկա լինի տեսանյութ, շատ հեշտությամբ կարելի է որակել եւ տալ այդ գնահատականը, արդյոք այդ անհարգալից վերաբերմունքն արկա է, արդյոք նա դիտավորություն ունեցել է իր ես ընդգծել, այ հետաքրքիր է այն դեպքերը, որտեղ չկան տեսանյութեր եւ չկա որևէ նմանատիպ օրինակ ցուցմունք, բայց նման որակում է տրվում։ Դե գիտեք, սա մի քիչ գնահատողական դատողություն է, նաև դե մեծ նշանակություն ունի վարույթ իրականացնող մարմնի ներքին համոզմունքը եւ ձեռք բերված ապացույցների իման վրա պետք է կառուցվի ամեն դեպքում մեղադրանքը։ Կարծում եմ, ասենց անհատականացնել այս դեպքում հնարավոր չի, թե կոնկրետ ինչ ապացույցների հետ մենք գործ կունենանք, բայց եւ այնպես օրինակ տեսանյութը բավարար է, որոշ չափով բավարար։ Այնտեղ անհրաժեշտություն կառաջանա վերհանել իր հոգեբանական վերաբերմունքը կատարված արարքի նկատմամբ։ Միգուցե դրա նպատակը այդ հասարակական կարգը խախտելը չէր, այլ մեկ այլ բան էր, բայց արդյունքում խախտվեց։ Այսինքն տեսանյութում պատկերվածը դեռ բավարար չի լուծելու համար, թե ինչ սուբյեկտիվ վերաբերմունք ունեցել իր կատարած արարքի նկատմամբ։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ մեր զրույցի վերջում խորհուրդ տանք բոլոր այն անձանց, ովքեր խնդիր ունեն զայրույթը տիրապետելու եւ գուցե այսպես կենցաղային մանր վեճերը չգիտակցելով կարող են բերել եւ հասցնել այսպիսի հանցագործության, հանցակազմի արկայության թերևս։ Ես առհասարակ մի բան արձանագրեմ, մի փաստ արձանագրեմ, որ իրականում խուլիգանություն կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկվածների առնվազն մեծ մասը օրենքի տրամաբանությունից խուլիգանություն չեն կատարել, դա կրում է կենցաղային բնույթ։ Բայց պետության վերաբերմունքը հասարակական վայրում, հասարակության նկատմամբ կամ ոչ թե հասարակության նկատմամբ, այլ հասարակական վայրում եւ հասարակության ներկայությամբ նման վարքագիծ դրսևորելը վերաբերմունքը խիստ է։ Միգուցե դա է պատճառը, որ օբյեկտիվ հատկանիշները հաշվի առնելով մի կողմ են դնում սուբյեկտիվ հատկանիշ, սուբյեկտիվ վերաբերմունքը։ Միգուցե դա է, բայց եւ այնպես ես խորհուրդ կտամ մեր հայրենակիցներին զերծ մնալ հասարակական վայրում, մարդաշատ վայրերում հարաբերություններ պարզելուց, որովհետեւ դա կարող է եւ բացասական հետևանքներ ունենա, օրինակ խուլիգանությունով արարքը որակելու տեսքով։ Զերծ մնալ, խուսափել հասարակական վայրերից, եթե հարաբերություններն են պարզելու
այնպիսի վայրում, որտեղ ականատեսներ չլինեն։ Եվ բարձեն առանց որևէ բռնության թերևս։ Շնորհակալ եմ անչափ մեր հրավերն ընդունելու համար եւ այսչափ կարեւոր տեղեկատվությամբ մեզ հետ կիսվելու համար։ Շնորհակալություն հայտնելով մեր հյուրին, ուզում եմ ամփոփել մեր զրույցը եւ ներկայացնել որոշ դիտարկումներ։ Ամենակարևոր քայլը թերևս որ պետք է կատարել զգուշավորություն ցուցաբերել եւ հաշվի առնել, որ յուրաքանչյուր պորտկացող վեճի, կենցեղային կռվի ժամանակ հնարավոր է այդ գործողությունները դիտարկվեն խուլիգանություն միայն այն պատճառով, որ դուք այդ ամենը իրականացնում եք հասարակական վայրերում եւ ձեր գործողությունների արդյունքում գուցե անհանգստություն պատճառում այն անձանց, ովքեր այդտեղ ներկա են։ Այնպես որ զգուշավոր եղեք, փորձեք ինքներդ զսպել ձեզ, ճանաչել ձեր իրավունքների սահմանը եւ հարգել այլոց իրավունքները։ Իսկ ես հիշեցնում եմ, որ այնինչ որ այստեղ խոսում ենք եւ քննարկում, կարեւոր է իմանալ։ Կհանդիպենք։